Ջիմ Թորոսյանը ասում էր, որ քիչ երկրներ կան, քիչ ժողովուրդներ կան աշխարհում, որոնք ունեն ճարտարապետական նկարագիր, եւ հայ ժողովուրդը այդ երջանիկներից մեկն է։ Եթե ես այսօր շարունակեմ այդ միտքը, կարող եմ ինձ թույլ տալ ասել, որ հայ ժողովուրդը նաեւ այն դժբախտներից է, որը ականատես է լինում վերջին տարիներին, թե այդ ճարտարապետական նկարագրի անկմանը, թե առհասարակ հայրենիքի անկմանը։ Ամենից կարևորը ինձ համար այդ ճարտարապետական հայրենիք հասկացողությունն է, որը կարող ենք ասել ճարտարապետական ինքնություն, գոյանում է կյանքում եւ արվեստում ամենից թանկ երևույթից ներդաշնակությունից։ Եթե ինքնությունը չի ծնվում ներդաշնակությունից, դառնում է բացառապես ձևապաշտական բնույթի մի բան։ Ու ինչու եմ հենց սրան կարևորում ամենից շատ ինքնությունը եւ ներդաշնակությունը, որովհետեւ մեր պատմության որոշակի փուլերի ընթացքում ամենից բրկվածն է եղել եւ ամենից վտանգվածը ու հատկապես այսօր մեր օրերում։ Ինչու՞մն է ճարտարապետության կարևորությունը այսօր եւ ճարտարապետի դերը այսօր։ Իմ կարծիքով, եթե կարճ պատասխանեմ, հենց այս ներդաշնակության ու ինքնությանը տեր կանգնելու, խնամելու, զարգացնելու եւ այդ հարատևելու համար պայքար, ստեղծագործական պայքար մղելու մեջ է։ Շատ ճարտարապետներ կան, որոնք գտնում են, որ հայեցի ստեղծագործելու համար բավարար է, ասենք, միայն այդպես կենսաբանորեն հայ լինելը։ Բայց օրինակ, ինչպես մեր ընկերներից նկարիչ Հրայր Ագանիկյանն է ասում, հայը բայ է եւ ոչ գոյական, այսինքն հայ լինելը ենթադրում է գործողություն։ Եթե ժամանակին հին վարպետները կարողանում էին այդպես տարերայնորեն հայեցի ստեղծագործել առանց ֆիքսվելու դրա վրա, այսօրվա գլոբալիզացված աղմուկը ստեղծագործողին շատ է խանգարում, որովհետև մեր ներաշխարհն ներթափանցում բազմաթիվ խորտ ու այդպես օտարամուտ ելևէջներ։ Եթե հին վարպետը իր ազգային երգներ երգում, հարազատ էր մնում իր նիստուկացին հայկական այդ արևին ջրին հողին, մենք անկեղծ ստեղծագործելու պարագայում կարծես անկեղծորեն վերարտադրում եւ արտահանում ենք հենց այդ աններդաշնակը եւ օտարածինը։ Եթե մի քանի բառով օրինակ փորձեմ շարադրել այդ բնութագիրը, որը ստեղծվում է այսօրվա այս սպառողական աշխարհից ու ձևավորվում է իբրև ճարտարապետի այսօրվա գործող ճարտարապետի միջավայր ու առօրյա, հետեւյալ բառերը կթվարկեմ, օրինակ ականջակալներ, խցանումներ, արհեստական սնունդ, պլաստիկ վիրահատություններ, հիվանդանոցի ու սիթիների հերթեր, այդպես էգոիստական պարփակվածություն, բնությունից կտրված լինել, այս ամենը այսպես երկար իրար փոխկապակցված շղթայով շարունակելի։ Ու նկատում ենք, որ ասենք այս տիպի միջավայր կերտող ճարտարապետը հաճախ ասենք քննադատում է կամ բացահայտ ասում է, որ փոշու դարակն է նետել ներդաշնակության ու ազգայինի թեման, գտնում է, որ հենց iPhone-ի եւ ասենք այդ էլեկտրական ավտոմեքենայի ժամանակներն են ու այդպես պետք է գոյանա ճարտարապետությունը։ Կարծես այն հավերժական աստծո ստեղծած միջավայրը, այդ ժառանգությունը, այդ ամենը գոյություն չունեն այլևս։ Երբեմն գտնում են այդ նույն մարդիկ, օրինակ ազգային եզրույթը իբրև կեղծիկ, այդ նույն ազգային ձեռագրով աշխատող ճարտարապետներին իբրև կեղծ ստեղծագործողներ, մինչդեռ եթե իրենց թափ տաս, մի թեթև նույնիսկ, պարզվի, որ ոչ միայն, ասենք, տեղեկացված չեն, խորամուխ չեն եղել, նույնիսկ այն ինտերնետային մակարդակով չեն էլ փորձել, չեն էլ ձգտել ինչ-որ իրենց հայրենի մշակույթից, պատմությունից տեղեկություն քաղելու, առավել ևս չեն ապրում այդ ամենով։ Ռաֆայել Իսրայելյանը, ասենք, խմում էր հայկական գինի, պարում էր սասնապարեր, սիրահարված էր հայոց էպոսին, ամբողջ այդ մշակույթը այդպես իրենով էր արել, շփվում էր ամենօրյա առօրյա շփում ուներ այդ մարդկանց հետ, այդ իր օրերի արվեստ կերտողների եւ
համաշխարհային գանձարանին էլ շատ լավ ծանոթ էր, որը առավել օգտակար էր լինում այդ հայկականը հղկելու առումով։ Այս տեսանկյունից այդ համեմատությունը նույնը կլինի, եթե ասենք օրինակ ՀԴՄ մուծողին համեմատենք հերոսի հետ։ Թեպետ այդ ՀԴՄ-ն ավելի շուտ Իսրայելյանի ժամանակ էր, որտեղ այն ժամանակ գոնե նորմատիվներով էին աշխատում, հիմա բաց այդ նորմատիվները ոտնակող անող պատվիրատուի կամակատարներն են մեծ մասը։ Ու եթե ինձ մնա առաջնային հենց այդ է խնդիրը ճարտարապետի, այսօրվա ճարտարապետի, ես հավաքական իմաստով եմ ասում, միտումնավոր ու գիտակցված հենքի վրա դնել այդ ազգայինի ու ժամանակակիցի հարցը, որովհետև ժամանակակից ասածը ավելի շատ մարտահրավեր է, քան ստե այդպես առանց մտածելու այդ հորձանուտը նետվելու միջավայր։ Նժդեն ասում էր, որ այդ կոսմոպոլիտները սիրում են ընդհանուրը մերժելով մասնավորը, բայց այդպես չի լինում, քանի որ ընդհանուրը գոյանում է մասնավորներից։ Ու այսօրվա, ասենք, այս այն ինչը որ ինչի տակ հասկանում են գլոբալիզացիա, ավելի շուտ իբրև մասնավորների մերժում, կարծես մի հատ մեծ մասնավորի գոյացություն է դառնում, ինչը այդ ներդաշնակության ու այդ ինքնության դեմ ամենամեծ մեղանչումն է։ Իբրև խոսքից վերջաբան, եթե այդ մի քանի բառը պետք է նշեմ, 5 բառ 500-ը կարելի է նշել, բայց ես շեշտում եմ հենց այդ երկուսը՝ ներդաշնակություն եւ ինքնություն։